Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ և մեր ալիքի հարգելի հետևորդներ։ Նախքան այսօրվա հուզիչ պատմությանն անցնելը, խնդրում եմ ձեզ, մեկնաբանություններում գրեք, թե աշխարհի որ ծայրից եք մեզ հետևում։ Մեզ համար շատ կարևոր է զգալ մեր միասնականությունն ու կապը։ Նաև չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։ Ձեր աջակցությունն օգնում է մեզ շարունակել ներկայացնել պատմություններ, որոնք միավորում են մեր սրտերը։ Արամի կյանքը հեռվից նայողին թվում էր կատարյալ հեքիաթ։ Նա քաղաքի ամենաազդեցիկ մարդկանցից էր, հաջողակ գործարար, ում անունը հարգանքով էին արտասանում բոլոր գործարար շրջանակներում։ Բայց այդ շքեղության ու հաջողության հետևում թաքնված էր մի լուռ ցավ, որը տարիների ընթացքում ոչ թե մեղմացել էր, այլ ավելի էր խորացել։ Արամը 7 տարեկան էր, երբ նրա աշխարհը փլուզվեց։ Նա հիշում էր այդ օրը վայրկյան առ վայրկյան։ Դա մի տաք ամառային երեկո էր։ Մայրը, Անահիտը, գրկեց նրան, համբուրեց ճակատը և ասաց, որ շատ արագ կվերադառնա դեղատնից։ Արամը ջերմություն ուներ, և մայրը շտապում էր նրա համար դեղեր բերել։ Նա այդպես էլ չվերադարձավ։ Ոստիկանությունը, բարեկամները, հարևանները բոլորը փնտրեցին նրան շաբաթներ, ամիսներ, տարիներ, բայց Անահիտն ասես օդի մեջ ցնդած լիներ։ Արամի հայրը չդիմացավ այդ վշտին և մի քանի տարի անց մահացավ, որդուն թողնելով որբ ու միայնակ։ 40 տարի է անցել այդ օրվանից։ Արամն արդեն 50-ին մոտ տղամարդ էր։ Մի անձրևոտ երեքշաբթի նա որոշեց այցելել քաղաքի ծայրամասում գտնվող մի հին, գրեթե մոռացված ծերանոց։ Նա լսել էր, որ այնտեղ պայմանները շատ վատ են, և որպես բարերար ցանկանում էր անձամբ տեսնել, թե ինչի կարիք ունեն այնտեղ բնակվող տարեցները։ Երբ Արամի շքեղ մեքենան կանգ առավ ծերանոցի խարխուր դարպասների մոտ, նա մի պահ տատանվեց։ Օդը ծանր էր, թախծոտ։ Նրան դիմավորեց տնօրենը, տիկին Հասմիկը, որը զարմացած էր նման բարձրաստիճան հյուրի այցից։ «Պարոն Արամ, մեզ համար մեծ պատիվ է», ասաց նա, առաջնորդելով նրան միջանցքներով։ «Մեր շենքը շատ հին է, տանիքը կաթում է, իսկ ձմռանը գեռուցումը հազիվ է բավականացնում»։ Արամը լուռ քայլում էր, նայելով պատերին փակցված հին նկարներին։ Հանկարծ նրանք անցան մի ընդհանուր սենյակի կողքով, որտեղ մի քանի տարեցներ նստած էին հեռուստացույցի առաջ, բայց անկյունում, պատուհանի մոտ միայնակ նստած էր մի կին։ Նա ոչինչ չէր դիտում, պարզապես նայում էր դուրս թափվող անձրևին։ Արամի սիրտը կանգ առավ։ Նա զգաց մի տարօրինակ էլեկտրական հարված։ Այդ կնոջ նստելաձևը, գլխի թեթև թեքությունը, դրանք այնքան հարազատ էին։ «Ո՞վ է այդ կինը», հարցրեց նա ցածր ձայնով։ Տիկին Հասմիկը հառաչեց. «Դա մեր լրակյաց մայրիկն է։ Մոտ 10 տարի առաջ նրան բերեցին մի այլ խնամքի կենտրոնից։ Նա իր անցյալի մասին գրեթե ոչինչ չի հիշում։ Ասում են երիտասարդ տարիքում ծանր վթարի է ենթարկվել, երկար ժամանակ անունն անգամ չի հիշել։ Նա շատ բարի է, բայց միշտ լուռ է։ Միայն երբեմն շշնջում է մի անուն՝ Արամ»։ Արամի աչքերը մթնեցին։ Նա առանց մի բառ ասելու մոտեցավ կնոջը։ Որքան մոտենում էր, այնքան օդը պակասում էր թոքերում։ Նա կանգնեց կնոջ դիմաց։ Կինը դանդաղ բարձրացրեց հայացքը։ Դա Անահիտն էր։ Չնայած 40 տարվա կնճիռներին, չնայած ճերմակած մազերին, Արամը կճանաչեր այդ աչքերը միլիոնավորների մեջ։ Նույն տաք, բաց շագանակագույն աչքերը, որոնք նրան քնեցնում էին օրորոցայիններով։ «Մայրիկ», հազիվ լսելի շշնջաց Արամը։ Կինը սկզբում չարձագանքեց, բայց երբ լսեց այդ բառը, նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Նա ուշադիր զննեց Արամի դեմքը։ Նրա հայացքը թափառում էր Արամի ճակատի, աչքերի, շուրթերի վրայով։ Հանկարծ նա տեսավ Արամի ձախ ձեռքի վրայի փոքրիկ խալը, և նրա աչքերը լցվեցին արցունքներով։ «Իմ փոքրիկ, իմ Արամը»։ Նրա ձայնը կոտրվեց։ Արամը ծնկի իջավ նրա առաջ, անտեսելով իր թանկարժեք կոստյումը և հատակի փոշին։ Նա բռնեց մոր կոշտացած ձեռքերը և սկսեց համբուրել դրանք։ 40 տարվա սառույցը հալվեց մի վայրկյանում։ «Որտեղ էիր դու, մայրիկ, ինչու ինձ մենակ թողեցիր», հեկեկալով հարցնում էր նա։ Անահիտը սկսեց պատմել, և նրա պատմությունը ստիպեց ներկա գտնվող բոլորին քարանալ։ «Այդ երեկո», սկսեց նա դողդոջուն ձայնով, «ես վազում էի դեղատուն, շատ շտապում էի, որովհետև քո ջերմությունը չէր իջնում։ Մի մեծ մեքենա հայտնվեց հանկարծակի։
Ես հարվածից թռա մի կողմ։ Երբ արթնացա, մի տեղում էի, որը նման չէր հիվանդանոցի։ Դա մի հեռավոր գյուղ էր։ Ինձ գտել էր մի տարեց զույգ եւ տարել իրենց տուն։ Ես 2 ամիս կոմայի մեջ էի։ Երբ աչքերս բացեցի, ես չգիտեի թե ով եմ։ Ես չէի հիշում ոչ իմ անունը, ոչ քեզ։ Գլխիս հարվածն այնքան ուժեղ էր, որ անցյալս ջնջվել էր։ Նա շարունակեց սրբելով Արամի արցունքները։ Այդ մարդիկ բարի էին, նրանք ինձ խնամեցին որպես իրենց աղջիկ։ Ես ապրում էի նրանց հետ, աշխատում էի դաշտերում, բայց միշտ զգում էի, որ ինչ-որ բան պակաս է։ Սիրտս ցավում էր, ասես մի կտոր պոկված լիներ։ Տարիներ անցան։ Այդ զույգը մահացավ եւ ես մնացի բոլորովին մենակ։ Ես հայտնվեցի պետական հաստատություններում, ինձ տվեցին նոր փաստաթղթեր, այլ անունով։ Եվ միայն 10 տարի առաջ, երբ ես ծանր հիվանդացա, հիշողությունս սկսեց վերադառնալ։ Անահիտը հառաչեց. Ես սկսեցի տեսնել քեզ երազներումս, հիշեցի քո անունը, հիշեցի մեր տան հասցեն։ Ես փորձեցի փախչել, փորձեցի գնալ մեր տուն, բայց երբ հասա այնտեղ, մեր տան տեղում բարձրահարկ շենք էր։ Ես ոչ մեկի չգտա։ Ոստիկանությունում ինձ ասացին, որ այդ ընտանիքը վաղուց չկա։ Ինձ համարեցին խելագար ծերուկ, որը հորինում է պատմություններ։ Ես հանձնվեցի Արամ։ Ես մտածեցի, որ գուցե դու այլևս ողջ չես կամ ինձ վաղուց մոռացել ես։ Ես եկա այստեղ, որպեսզի լուր սպասեմ մահվանս, բայց ամեն գիշեր ես Աստծուն խնդրում էի, թույլ տուր գոնե մեկ անգամ տեսնել նրան, տեսնել, որ նա լավ է, որ նա մեծացել է։ Արամը լսում էր ու չէր հավատում իր ականջներին։ Նրա մայրը, այս փխրուն կինը, անցել էր դժոխքի միջով, բայց պահպանել էր իր սերը։ Մայրիկ, ես երբեք չեմ մոռացել։ Ես ամեն օր սպասել եմ քեզ։ Այս ամբողջ հարստությունը, այս ամենը ոչինչ է, եթե դու կողքիս չես, ասաց Արամը։ Նա անմիջապես զանգահարեց իր օգնականներին։ Մեկ ժամ անց ծերանոցի բակում կայանված էին լավագույն բժշկական մեքենաները։ Արամը թույլ չտվեց, որ իր մայրը նույնիսկ եւս մեկ գիշեր անցկացնի այդտեղ։ Նա նրան տեղափոխեց իր առանձնատուն, որտեղ ստեղծեց բոլոր պայմանները։ Հաջորդող ամիսները նման էին հրաշքի։ Անահիտը զգալով որդու սերն ու խնամքը, սկսեց ապակինվել։ Նրա դեմքին նորից հայտնվեց ժպիտը։ Արամը նրա համար կազմակերպեց լավագույն բուժումը, բայց ինչպես բժիշկներն էին ասում, լավագույն դեղը հենց որդու ներկայությունն էր։ Արամը քանդեց ծերանոցի հին շենքը եւ նույն տեղում կառուցեց մի հսկայական, ժամանակակից կենտրոն տարեցների համար, որն անվանեց Անահիտի սեր։ Նա այլևս չէր հետաքրքրվում միայն բիզնեսով։ Նա հասկացավ, որ կյանքի իրական արժեքը ոչ թե բանկային հաշիվների մեջ է, այլ այն վայրկյանների, երբ կարող ես գրկել մորդ ու լսել նրա շնչառությունը։ Մի երեկո, նստած իրենց տան պատշգամբում, Անահիտը նայեց Արամին ու ասաց. «Գիտես, որդիս, 40 տարին շատ երկար ժամանակ է, բայց հիմա, երբ քո ձեռքը բռնած է, ինձ թվում է ես ընդամենը մի քանի րոպեով էի դուրս եկել դեղատուն»։ Արամը համբուրեց մոր ձեռքը եւ գլուխը դրեց նրա ուսին։ Նա վերջապես տուն էր վերադարձել։ Նա այլևս այն որբ տղան չէր, նա նորից մայրիկի Արամն էր։ Այս պատմությունը դարձավ հույսի խորհրդանիշ ողջ քաղաքի համար։ Այն հիշեցնում է մեզ բոլորիս, որ որքան էլ խոր է լինի վիշտը, որքան էլ երկար լինի բաժանումը, սերն ունի ուժ հաղթահարելու ժամանակը, տարածությունը եւ նույնիսկ մոռացությունը։ Երբեք մի դադարեք հավատալ հրաշքներին, որովհետև երբեմն հենց այն պահին, երբ մենք պատրաստվում ենք հանձնվել, ճակատագիրը բացում է ամենակարևոր դուռը։